ինչից ելնելով եք այսօր այս բողոքի ակցիային մասնակցում, ինչ նախաձեռնություն են եւ նաեւ ձեր մոտ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի լուսանկարներն են, որոնք ամենևին վերջերս կալանավորվեցին։ Տեսեք, այսօր կազմակերպվել է քաղաքբանտարկյալների ազատության համար բողոքի ակցիա դատախազության շենքի մոտ եւ այս հավաքը փաստում է, որ Հայաստանում այսօր նիկոլական ռեժիմի օրոք տասնյակ մարդիկ կալանավորված են իրենց քաղաքական խոսքի համար, իրենց դիմադիր կեցվածքի համար, իրենց քննադատական խոսքի համար։ Ընդհանուր օրեր առաջ իմնի մի ոդքասթի համահեղինակն էր քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին հերթական անգամ ընդ որում իրենց քաղաքական քննադատության համար, որը որ հնչեցվել էր գործող վարչախմբի հասցեին, հա, եւ պետք է փաստել, որ այդ ձերբակալությունների օրը ուժայինները ներխուժեցին Անտվեկիայի խմբագրություն, առգրավեցին ողջ տեխնիկան եւ Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ ունեցավ բացասական իմաստով աննախադեպ մի բան, ողջ ուժային համակարգի կողմից փորձ արվեց տորպեդահարել ընդդիմադիր լրատվամիջոցի գործունեությունը եւ դա իրենց բնականաբար չհաջողվեց։ Այսօր մենք այստեղ ենք մեր թիմով, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս խայտառակ ապօրինությունների, ընդդեմ իրավական կամայականությունների, ընդդեմ գործող ռեժիմի կողմից մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման, Հայաստանում քաղաքբանտարկյալների առկայության եւ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում չլինեն քաղաքական բանտարկյալներ, օր առաջ ազատ արձակվեն Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը եւ նիկոլական վարչախմբի օրոք բոլոր այն մարդիկ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար։ Սա ինչի մասին է խոսում, ստեղծված իրավիճակը ինչի մասին է խոսում, քանի փաստորեն ով իշխանությանը դեմ է խոսում, նրանք քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ինչ է տեղի ունենում երկրում։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Հայաստանում փորձ է անում վերջնականապես հաստատել ավտորիտար իշխանություն, իսկ մենք գիտենք, որ ավտորիտար իշխանության պայմաններում խոսքի ազատություն, ազատ կամարտայնություն եւ նման տիպ դրսևորումները չեն ողջունվում։ Նա իր գործելավոճով ըստ էության մոտենում է արդեն իսկ մոտեցել է իր կիրթ եւ կառուցողական, ինչպես ինքն էր բնորոշում գործընկերոջը Իլհամ Ալիևին, իսկ մենք գիտենք, թե Ադրբեջանում ինչպիսի ռեժիմ է գործում ներկայումս եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի դասական ադրբեջանացման։ Այցելել եք Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին, նաեւ նշեմ, որ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջել էր 5 աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել եւ 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում տրամադրել։ Ինչ Վազգեն Սաղաթելյանը այդ մասին ինչ տրամադրություն ունի, պատրաստվում է 5 աշխատանքային օրը իհարկե ավարտվել է, բայց պատրաստվում է ներողություն խնդրել, փոխհատուցում տրամադրել։ Գիտեք ինչ, Հայաստանում որևէ իրեն հարգող ընդդիմադիր գործիչ, թե Վազգեն Սաղաթելյանը եւ թե Նարեկ Սամսոնյանը երբևէ որևէ իրավական կամայականություն չեն գործել եւ միշտ գործել են օրենքի շրջանակներում եւ հետեւաբար իշխանությունների կամ նրանց օդիոս կերպարների, հա, ովքեր որ հայտնի են քաղաքի կենտրոնում քաղաքացու վրա թքելով նրանց պահանջներին անդրադառնալ ուղղակի անիմաստ է։